Հատկապես արևմտյան գործիչների Նիկոլ Փաշինյանի շուրջ չի։ Նիկոլ Փաշինյանի խեղճության շուրջը։ Այդ եկեք շատ հստակ ֆիքսենք, որ դա նրա խեղճության շուրջ կոնսենսուս է, իսկ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ ձեռնտու է անատամ խեղճ մեկին տեսնել որևէ երկրի ղեկին, որպեսզի իրենց շերեփները վերցնեն եւ իրենց բաժինը տանեն, հա։ Սա մեկ, սա եկեք աներկբայորեն ֆիքսենք, որպես առաջին ելակետ։ Երկրորդը, քիչ առաջ ես այդ մասին ասեցի, որ Հայաստանի ժողովուրդը ինքը պիտի որոշի ճակատագրի, ոչինչ կանխորոշված չի արգելի օրինակիցներ։ Այդ վենսն է ճակատագրական սխալ արել եւ մեծ վնաս հասցրել հայ-ամերիկյան հարաբերություններին Երևանյան ացի ժամանակ աջակցելով Փաշինյանին, վստահ եղեք։ Այդ Եվրոմիության չինովնիկներն են արևմտյան արժի համակարգին անդառնալի վնաս հասցնում նման ոչ ժողովրդավարական նախաձեռնություններ Հայաստանում խրախուսելով։ Ես ասում եմ եւ շարունակում եմ կրկնել, Հայաստանի ընդդիմության եւ հասարակության միակ դաշնակիցը հասարակությունը պիտի լինի, Հայաստանի հասարակության միակ գործընկերը ընդդիմությունը պիտի լինի, եթե ուզում է փոփոխություններ։ Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի ընտրություններին մասնակցեն 1.300.000 գերազանցող քաղաքացիներ ու կտեսնեք բոլորդ, որ Նիկոլ Փաշինյանին որևէ արտաքին աջակցություն չի փրկում, ավելին ասեմ, այդ ժամանակ վեսը, Կայա Կալասը եւ այլն փորձելու են բացատրություններ գտնել, արդարացումներ գտնել իրենց այսօրվա հայտարարությունները սրբագրելու համար։ Ով էլ գա իշխանության, նրանց ստիպված աշխատելու են թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում։